Եթե լիներ պատասխանատու մարդ, ապա ճիշտ է։ Սա վկայություն է այն մասին, որ չկա պատասխանատու մարդ, որ որևէ մեկը պատասխանատվությունը չի վերցնում իր վրա։ Կառավարության նիստին եմ ասել։ Հետո ինչ, բացի կենտրոնական բանկի ղեկավարից, թե որնա կենտրոնական բանկը մեզ ընդունել, կենտրոնական բանկի ղեկավարը որնա մեզ ընդունել, կենտրոնական բանկի ղեկավարի բոլոր հրապարակումներն ու հայտարարությունը եղել է բանկերի շահի պաշտպանության ռակուրսից։ Մինչդեռ նրանց օրենսդրական գործառույթը բացարձակապես այլ է։ Այդ դեպքում դուք եթե ոչ կենտրոնական բանկի ղեկավարին ում հետ եք հանդիպում պահանջում։ Կան վարչության պետեր, կան տեղակալներ, կան հազար ու մի մեծ ախորժակով մարդիկ, որ ստանում են այս քաղաքացիների հարկերից աշխատավարձեր ու այս քաղաքացիների հարցերին չեն ուզում թափանցիկորեն եւ հրապարակային կերպով պատասխանել։ Նենք ցակուցու գախնի պատերի տակ առանց հեռախոսների իրանցից վախեցած, չգիտեմ ինչ հարցազրույցներ են արել մեր հետ, որ չի բերել գործուն հետևանքների։ Չենք տեսել այդ աշխատանքների արդյունքները։ Թողան ասեն, մենակ մեզ չասեն։ Թողան իրանց հայտարարություններն անեն։ Չեն գալիս նշանակում է պատասխանատվությունից էր ասո չեն ստանձնում, պիտի թևներից բռնենք, շպրտենք դուրս։ Եկեք ժողովուրդ ջան, եկեք դուրս։ Եկեք մենք ներս մտնենք։ Հավոր ինչ-որ մեկը։ Մենք մտնենք, բարձենք։ Չենք վստահում մենք այս մարդկանց։ Մտնենք ներս, որովհետև կա համապատասխան վարչություն։ Դարքի հրավիրենք, թող գասեցնեն Սապոնինի վարկերը։ Եկեք ներս մտնենք, պարոն Կարագոժյան։ Քաղաքացիների որոշումն է, սա արդեն որոշումը չի, ես իրանց փոխարեն ինչ ասեք։ Հա ասեք, եստեղ ասեք։ Չեք կարող դալ։ Ինչ էլի լրատվամիջոցների առաջ չեք ուզում։ Չէ, առանցին բան եմ ասում ձեզ։ Ու կենտրոնական բանկում աշխատանքային սկզբունք է։ Բոլորը առանձին շշուկով, ասում եմ, չէ, նենք ծածուկ գախնի պատերի տակ։ Գախնի ոչինչ չունենք, լրատվամիջոցները անաչառ են, արդեն 7-րդ խաղաղ ակցիան է մեր կողքին են, անձրևը, ցուրտը, անտեսած, այս մարդիկ գալիս լուսաբանում են մեզ։ Միայն լրատվամիջոցների ներկայությամբ, այդ ծածուկ գախնի բավական արդեն հոգներ եք։ Այո։ Դուք չեք իջնում, մեր կբարձրանա։ Պետական մարմին է, կարևոր պետական մարմին է։ Կարամ ծածուկ բան ասել, ինչ ես ծածուկ ասում։ Ինչ միջոցում եք։ 7-րդ ակցիան է, մարդիկ իրանց կենցաղը թողած, իրանց ընտանեկան հոգսերը, աշխատանքը թողած, թույլտվություն են վերցնում, դուք անվում են, գալիս են, ինչքան կանգնենք կենտրոնական բանկի պատերի տակ։ Այս գիգանտ շենքում չկա, մեկը կենթանի շունչիչնի պատասխան տա այս մարդկանց։ Ներս մտնենք, պարոն Ժողովուրդ, տեսեք, այս միջանցքը պահելը կան դրան առաջը պահելը նույնն է, հա։ Առաջարկում եմ ուղղակի դրսում մաքուր օդի, էլի դուռը կփակենք, էլի մեր ֆիզիկական ներկայությամբ, միևնույնն է, միշտ ասում են դուրս եկեք, չնայած մեր, եթե անձև գա, ներս կգանք, էլի սա քաղաքացիների շենքն է, էլի սա մեր շենքն է, եթե անձև գա, եթե մրսենք, ներս կգանք, բայց ուղղակի առաջարկում եմ տեղը տոթ է, մենք էլ շատ մարդիկ ենք, խեղդվում ենք ժողովուրդ։ Կառավարությունն էր քաղաքացիներին, ոնց որ կենտրոնական բանկին է։ Կառավարությունն է կարող ազատ մտնել։ Ազգային ժողով։ Չհասկացանք, սա ուրիշինն է, հայ ժողովրդինը չի, մերը չի, մերն է։ Եկեք ուղղակի մաքուր օդի ժողով։ Տարբերություն չկա, դրսից դուռը փակենք, թե ներսից։ Ով դրսում կմրսի, կնեղվի բանկան, ուղղակի շոկ է։ Հարգելի հետևորդներ, բանկերի կողմից տուժած քաղաքացիները, զեղծարության զոհ դարձածները կենտրոնական բանկում էին, նրանք պահանջում են պատկան որևէ մեկին, ով կիջնի եւ կպատասխանի իրենց հարցերին, սակայն կենտրոնական բանկից նշեցին, որ միայն դիմում գրելու պարագայում կկազմակերպեն եւ այս պահին որևէ մեկը չի իջնելու եւ չի պատասխանելու իրենց հարցերին, քաղաքացիներն էլ որոշեցին փակել կենտրոնական բանկի մուտքը
Ով բարձր կմարի դրանք թողել ներս։ Ով չէ, ակմեր։ Հա, թրոք պատում եմ, բարձր կմարի, բարձր չէ։ Բոլոր ես վարկը։ Ես եմ զոնտիկ։ Արեք, զոնտիկները ուղարկեք։ Սպասեք, նա ձամով գնա, մարդով բերենք ցենցներ։ Պարոն Կարապետյան, միա ձամով բերենք ախենք ստեղ։ Ձեր մոտ Ինչ տեղի ունեցա։ Միա ձամով բերենք ախենք։ Պարոն Կարագյոզյան, խնդրում եմ համեցեք ներքև։ Մեկ ելում ու արգելում։ Հավաք ներազատության մասին օրենքի 30-րդ հոդվածով արգելված է հարակից շենքությունները եւ հավաքի վայրի մուտքերն ու ելքերը սահմանափակելը։ Դա մենք ձեզ տեղակ ենք պահում եւ ձեզ տալիս ենք ժամանակահատված, օրենքով նախատեսված կարգով նաև արգելված է հարգելի ոստիկան ջան, օրենքով սահմանված կարգով արգելված է քաղաքացիներին թալանի ենթարկելը։ Քաղաքացին եթե քաղաքացիներին ենթարկում են թալանի, մենք ինչ անենք։ Ինչ է հիմա դուր փակելն է։ Բան, հա։ Տեգալ պահին հասարակական կարգին ուղված իրավախախտում եք դուք թույլ տալիս, ինչը որ վերաբերում է ձեր իրավունքների պաշտպանությանը, դուք լավ գիտեք թե ոնց պետք է պաշտպանեք, նախապես էլ խոսեցին, կարող եք մոտենալ դատախազություն, այնտեղ հաղորդում ներկայացնել։ Դատարանների դռները կարելի է շրջափակել։ Օրինակ իշխանության ներկայացուցիչ Հարց եք ուղղում, որ այդպես առնչություն չունեմ։ Տվյալ պահին դատարանի դուր մոտ չի սահմանափակվել, ձեր հարցը անտեղի է։ Շնորհակալություն։ Մի քանի տարի առաջ 18 թե 19 թվականին Նիկոլ Փաշինյանը դատարանների դռներն էր փակել։ Համասարանի Այդ ժամանակ ինչու չէին Ներողություն։ Փաշինյանին ինչու չեք հորդորել։ Ճանապարհ կտակ անցնենք հարգելիս։ Դատարանի դռները։ Շնորհակալություն։ Մենք էլ մայրոնց ենք արհամարում դուր փակում ենք ցանցացած կառույց Հայաստանի Հանրապետության քաղաքացունն է ոչ թե միջին չինովնիկներին է